ստանձնել են անվան իմ երկու հիմնական դպրոցի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ, հարգելի ուսուցիչներ, ծնողներ, դպրոցի բոլոր սերունդների ներկայացուցիչներ և աշակերտներ։ Բարի գալուստ մեր դպրոցի 100-ամյակի հանդիսավոր միջոցառմանը։ Այսօր այստեղ ենք հավաքվել նշելու մի բացառիկ իրադարձություն, դպրոցի մի ամբողջ դար պատմությունը։ Մի դար, որի ընթացքում այս կրթօջախը դարձել է գիտելիքի, արժե համակարգի, մարդկային ձևավորման մի հզոր օջախ։ Այստեղ կրթություն են ստացել տասնյակ սերունդներ, դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլև հոգու կրթության վայր է։ Մեր ուսուցիչներն իրենց սրտի ջերմությամբ ու անմենացորդ նվիրվածությամբ ոչ միայն գիտություն են փոխանցել, այլև սերմանել են սեր, հավատ, հայրենասիրություն և պատասխանատվություն։ Դպրոցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սովորողների ազգային ինքնագիտության ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը և համայնքային արժեքների պահպանմանը։ Հանուն արդարության այստեղ պիտի նշեմ, որ այնուամենայնիվ դեռ անելիքներ շատ ունենք և դպրոցը կարիք ունի հիմնանորոգման։ 100 տարին ոչ միայն անցյալի դնհատման, այլև ապագայի ծրագրավորման սկիզբն է։ Մեր նպատակը մեկն է՝ պահպանել դպրոցի ավանդույթները, շարունակել նորարարական ուղին և ապահովել որակյալ կրթություն նոր սերունդների համար։ Բոլորիս մաղթում եմ գեղեցիկ, հիանալի օր, առաջարկում եմ լսել, տեսնել, վայելել։ Շնորհակալություն։ Հայրենիք, ազատանկախ, որ ապրել ես դարերար, յուր որդիքը արտանչում է ազատանկախ Հայաստան, յուր որդիքը արտանչում է ազատանկախ Հայաստան։ 1920 թվական նոյեմբեր։ Հեղափոխության հաղթանակից հետո Դիլիջանի նախկին շրջանի վերին Ճամբարակ գյուղում բացվում է առաջին դպրոցը։ 1923 թվականին գյուղական խորհուրդը որոշում է հասարակության ուժերով կառուցել նոր դպրոց։ 1973 թվականին դպրոցի հին շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա սկսվում է նոր եռահարկ դպրոցի շենքի կառուցումը, նախատեսված 539 աշակերտի համար։ Նոր շենքը շահագործման է հանձնվում 1976 թվականի նոյեմբերի 30-ին։ Բարի օր Սուրոդայի։ Բարի օր։ Բարի օր Սուրե։ Բարի օր։ Ես ինչ ես նստել խնամակարին։ Հանդից եմ գալի, այդ նստել եմ մի քիչ շունչ քաշեմ, ռավետվանից գործ եմ անում։ Սուրոդայի, սաղս էլ է տորի։ Գյուղացորը կտրվի, սերմը ողնակցում, աստծո հույսի։ Բարև ձեզ, ես ինչ եք սենց դարդոտված նստել։ Բարև Ժենիկ ջան։ Հանդից եմ գալի, ես տարի ծորենը այդքան էլ լավը չի։ Բահո։ Ինչ եք կորցրել, ինչի մասին եք մտածում։ Արդեն 1925 թվականն է, մեր երեխեք տներում ու եկեղեցիներում են տարաճանաչ դառնում, դուք դրա մասին մտածեք։ Մի բողոքի այդա ջան, լավ ագոն էտելակա։ Չէ, ինձ թվում արդեն ժամանակն է, որ մի լավ դպրոց ունենանք, խի մեր երեխեք ումից են պակաս։ Հա, ես համաձայն եմ, ու մի լավ տեղ գիտեմ։ Արդեն տեղն էլ որոշեցիք։
Եկեք գնանք ու տեսնենք այդ ինչ տեղ է։ Չէ, գնալու կարիք չկա։ Իմ ասած տեղը հենց էստեղ է, այս աղբերի կողքին։ Դե պատկերացրեք մեր նստած տեղը դպրոց կառուցվի։ Դուք էլ հավատում եք, որ հեսա դպրոց եք սարքելու։ Հա, ես հավատում եմ ու վստահ եմ ոչ թե ուրիշների վրա, այլ հենց մեր ուժերի, եթե մենք չանենք բայլով կանի։ Աստված առաջ, մենք միշտ էլ, մեր հավատքով, մեր գրերի ուժով ու վերջի վերջո մեր հայ տեսակով արել ենք անգամ անհնարին է։ Դպրոցը կառուցենք։ Հա, լավ խելացի ու բարիմաց մարդիկ ունենք, թող գան ու մեր երեխեքին տեր կանգնեն։ Այ կնիկ, ու կգան տեր կկանգնեն, ինչ եք խառնվել իրար։ Լավ երազներ արթնացեք։ Աղջիկ ջան, երևում է թազը արսես, ճամբարակցուն լավ չես ճանաչում, մենք միշտ էլ կրթությանը մեզ տեղ ենք տվել։ Ոչինչ, ուստա անդոմ, ինչ ղայնացի, թազը արսա, կամած մարդաշնորքին կգցենք։ Քիչ խոսացեք, շատ գործ արեք, դե ուրեմն ի գործ։ Պատիվ ունեմ կրելու, Ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան, թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտի բարձր կոչումը։ Խոստանում եմ, պատվո շարունակել հարազատ դպրոցի սահմանդուկները, հավատարիմ մնալ նրա բարձր սկզբունքներին։ Երդում եմ! Խոստանում եմ պայքարել հանուն հայրենի մաքրության, հանուն արդարության, ինչպես ամեն օր անում են դա իմ ուսուցիչները։ Երդում եմ! Խոստանում եմ, ողջ կյանքիս ընթացքում լինել գթասիր, հարգել մեծերին և ձեռք մեկնել ընկածին, ինչպես սերմանել են իմ ուսուցիչները։ Երդում եմ! Խոստանում եմ լինել արժանի շրջանավար և ամենտեղ բարձր պահել դպրոցիս պատիվը։ Երդում եմ! Խոստանում եմ, հայրենիքը սանձիցս վեր դասել, հավատքս չուրանալ, չդավաճանել ուսուցիչներից տված խոստմանը։ Երդում եմ! Հնչում է Ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հիմնը, պրեմիերա, հեղինակ Արփինե Զազյան։ Դու կրթօջախ Սուրբ Օրանհայի, դու մեր գարյա պատմություն բարի, զավակներդ հպարտարի, լույս ու ապավեն գալիքի, լույս ու ապավեն գալիքի, և քով հուսով քայլում ենք քեզ հետ, ուժ ես տալիս մեզ առաջ նայել, դու մեր դպրոց սեր ու բարի, մեր դարյա երազ ու սեր, մեր դարյա երազ ու սեր։ Հավես զնգած անգերը քոսին, արդում պահի մեր միտքն ուղին, դու մեր դպրոց սեր ու բարի, մեր դարյա երազ ու սեր, մեր դարյա երազ ու սեր, մեր դարյա երազ ու սեր։ Այս տարի մեր դպրոցը նշում է իր հիմնադրման 100-ամյակը, մի ողջ դար շարունակ իրականացրած կրթական վեհ առաքելությամբ։ Դպրոցը հիմնադրվել է 1925 թվականին, ժողովրդի լուսավորչական ձգտումների արդյունք և ազգային կրթության զարգացման կարևոր հանգրվան։ Դարասկզբին, երբ մեր ազգը քայլ էր անում դեպի նոր ժամանակներ, կրթությունը դիտարկվում էր որպես հզորության և ինքնուրույնության գրավական։ Եվ հենց այս գաղափարների հիման վրա է ձևավորվել մեր դպրոցի պատմությունը։ Սկզբնական շրջանում այն եղել է տարեկան ուսումնական հաստատություն, ունենալով ընդամենը մի քանի դասարան և ուսուցիչ։ Սակայն տարիների ընթացքում
հաղթահարելով ժամանակի փորձություններն ու պատմական իրադարձությունները, սովեր, պատերազմներ, քաղաքական փոփոխություններ, մեր դպրոցը կարողացավ պահպանել իր արժեքները և կրթական բարձր որակը։ Եվ այդ գործին են սրբորեն նվիրվել մեր կրթօջախի բոլոր ժամանակների տնօրենները՝ Շմավոն Վարդանյան, Անուշավան Սահակյան, Անուշավան Հարությունյան, Գուրգեն Աթաբեկյան, Սուրեն Առաքելյան, Աշոտ Մնացականյան, Սամվել Սոսյան, Սամվել Սևանյան, Հենրիկ Բոյախչյան, Կարինե Գրիգորյան։ Դպրոցը եղել է մարդասիրության, գիտելիքի և լուսավորության ջահագիր։ Այստեղ կրթություն են ստացել տասնյակ հազարավոր աշակերտներ, ովքեր հետագայում դարձել են նշանավոր ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ, ինժեներներ, գիտնականներ և հայրենասեր քաղաքացիներ։ 2000 թվականին դպրոցն անվանագոչվեց մեր հայրենակից ծնունդով նախկին Վերին Ճամբարակ գյուղից ակադեմիկոս, փիլիսոփայության գիտությունների դոկտոր պրոֆեսոր, երկար տարիներ Խաչատուր Աբովյանի անվան մանկաբաժական ինստիտուտի ռեկտոր, այնուհետև ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Մուսայել Տիգրանի Քոչարյանի անունով։ Մեր դպրոցի պատմության ընթացքում աշխատել են բացառիկ նվիրվածությամբ և բարձր որակով ուսուցիչներ, ովքեր ոչ միայն կրթել են սերունդներ, այլ նաև սերմանել են ճշմարտության, արդարության և մարդկայնության գաղափարներ։ Ժամանակն է բոլորին ասել շնորհակալություն։ Եվ այսօր ես մեծ սիրով շնորհակալագրեր եմ հանձնում այն բոլոր ուսուցիչներին, ովքեր արդեն վաստակած հանգստի են, բայց մենք շարունակում ենք վայելել նրանց ներկայությունը, և այն ուսուցիչներին, ովքեր մոտ 50 և ավելի տարիներ աշխատում են դպրոցում և կրթում, դաստիարակում մատաղ սերունդ։ Ձեզ բոլորից շնորհակալություն և շնորհակալագիր է տրվում Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիտա Իվանի Հովհաննիսյանին։ Շնորհավորում եմ Ռոզա Մեխակի Սարգսյանին։ Լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Անդրանիկի Մելքումյանին։ Կփոխանցեք ծաղիկները։ Տեսլականության ուսուցչուհի Անուշ Ավետիքի Ասատրյանին։ Նորիկ Ռուբենի Եփրեմյանին, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մագդա Սամվելի Խաչատրյանին, դասվար Գայանե Մարութի Գևորգյանին, բացակայ բնականաբար շնորհավորություն, Անահիտ Շմավոնի Մխթարյանին, Հասմիկ Հայկի Գաբրելյանին, ոչ մեկը թող չհամարձակվի ասել, թե այն ժամանակվա երեխաները ուրիշ էին, սրանք ավելի պայծառ են, ավելի լավատես են, ավելի խելացի են, քարք ու պատիվ, մեր բոլոր սերունդներին, որ միասին կերտում ենք այս երկիրը։ Եվգենիա Հովհաննեսի Խաչատրյանին,
ուսուցիչ Հենրիկ Մարտինի Բոյախչյանին, մաթեմատիկայի ուսուցչուհի Նազելի Մաքսիմի Ստեփանյանին, պատմության ուսուցիչ Սամվել Եգորի Սևանյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գերասիմի Ավագյանին, քիմիա կենսաբանության ուսուցչուհի Շողիկ Սողոմոնի Ավայանին, պատմության ուսուցիչ Սիմոն Հովանեսի Սիմոնյանին, և վերջապես առողջ մարմնում առողջ հոգի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դանիել Սուրենի Դանիել շնորհավորում եմ բոլորիդ, հավատացեք, յուրաքանչյուր ժամանակ իր ուսուցիչն ունի, երանելի են այն ուսուցիչները, ում անունը ասոցացվում է դպրոցական կյանքի, մեր մանկության, մեր պատանեկության հետ, իսկ դուք բոլորդ այդպիսին եք, շնորհավորում եմ բոլորիդ։ Դպրոցի 100-ամյակի կապակցությամբ երկարամյա նվիրված աշխատանքի բազում սերունդների կրթման ու դաստիարակման գործում ունեցած բացառիկ ներդրման համար շնորհակալագիր է տրվում Ճամբարակի Մուսայիլ Տիգրանի Քոչարյանի անվան համար 2 հիմնական դպրոցի տնօրեն Տիկին Կարինե Գրիգորյանը։ Այս հոբելյանական առիթը հիանալի առիթ է վերհիշելու անցյալի փառավոր էջերը, գնահատելու ներկայիս ձեռքբերումները և խանդավառությամբ նայելու ապագային։ Դպրոցի 100-ամյակը ոչ միայն տոն է, այլ նաև պատասխանատվություն, շարունակելու կրթական այն ավանդույթները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Մեր դպրոցը անցյալի փորձով, ներկայի հենարանով և ապագայի հույսով շարունակում է իր առաքելությունը, կրթել, մտածող, ստեղծագործ և հայրենասեր սերունդ։ Շնորհակալ Հայրենական դպրոց։
թարն ես, սերուներիդ հավերժ ջարկապող դարն ես, մոխիրներից հառնող փյունիկ ժողովրդիս, հարյուրամյա կենսագրությամբ զանգի ընչող լարն ես, դու մեզ համար եղար միական չափելին, մենք ձգտեցինք հասնել քո բարձունքին անհաս, դու կերտեցիր բազում հանճար սերունդների, դու քայլեցիր երկար արդեն 100 տարի, դու կաս, դու դուբրության օջախ, դու վարկերոն լույսի, ու մենք այսպես երկար քայլում ենք հպարտ, դու մեծ մղում, պայքար ու մաքարում լույսի, ու մենք սերունդն ենք քո, միշտ փրված երթի տամպարտ։ Դու նայիր սարերի ձայնքով, սարերի ձայնքով, մի աշխարհ, քեզ ինչպես ես կոչեմ, հայրենիք իմ հայր, հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավներ հայ, ու հավեր, միանում դու ես իմ սրտում, Հայաստան աշխարհ։ Ահա այսպիսի ուրախ նոտայով ավարտում ենք մեր միջոցառումը, շարունակում ենք լսել ելույթներ, առաջինը ուզում եմ ձայնը տալ կրթության վարչության Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ պարոն Կարեն Զազյանին, համեցեք։ Հարգարժան համայնքի ղեկավար տեղակալ, դպրոցի տնօրեն, սիրելի ճամբարակցիներ, դպրոցի աշխատակազմ, ծնողներ, աշակերտներ եւ իհարկե հյուրեր։ Թույլ տվեք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից փոխանցել շնորհավորանքը այս գեղեցիկ միջոցառման համար։ Այո, տոն է, որովհետև ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան համար 2 հիմնական դպրոցը 100 տարեկան է։ Մենակ սիրելի աշակերտներ, մեզ ամեն ինչ անում ենք յուրաքանչյուր։ Դուք ոնց երթվեցիք, մենք էլ ենք երթվում, որ անելիքներ ունենք յուրաքանչյուր ոք։ Մնում է դուք լավ սովորեք։ Եվ թույլ տվեք Գեղարքունիքի մարզպետի անունից փոխանցեմ շնորհակալագիրը Ճամբարակի Մուսայել Քոչարյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշխատակազմին, մատաղ սերնդի կրթության և դասարարության գործում ունեցած ավանդի և դպրոցի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Խնդրեմ։ Պարոն Օհանյան, սիրով խոսքը տրամադրում եմ ձեզ, գիտեմ ունեք ասելիք, համեցեք։ Հարգարժան հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, դպրոցի նախկին սաներ, ջերմ ողջույններս եմ ուղղում հղել բոլորի ներկաներին։ Այս դպրոցի աշակերտներն իրենց սրտի խոսքերով պատմեցին հայրենիքի, հայ լինելու եւ իրենց հավատքի մասին։ Նրանք հաստատեցին մի ճշմարտություն, որ երբեք չպետք է կորցնենք մեր ամենակարևոր, ամենամեծ արժեքը, մեր ինքնությունը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղել են այս ճանապարհի մասնակիցները, աշակերտներից մինչև ուսուցիչներ, ծնողներից մինչև համայնքի ակտիվ անդամներ։ Դուք եք, որ դարձրել եք այս 100 տարիները ոչ միայն անցած ժամանակ, այլ նաև ապրած և արժեք ստեղծած տարիներ։ Շնորհավորում եմ բոլորիս դպրոցի Ոսկե Հոբելյանի կապակցությամբ։ Շնորհակալություն։
Անի, Սիրանուկ, Սիրան, Անի, սուր դանակ կա։ Եղա։ Բոլորին։ Զավակներդ հպարտարի լույս ու ապավեր